Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Քննչական կոմիտեն պարզել է, որ հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում դատական նիստի ավարտից անմիջապես հետո ՍՆ-ն իր մերձավոր ազգականի սպանության մեջ մեղադրվող ԷԴ-ից վրեժ լուծելու շարժառիթով վերջինի սպանելու դիտավորությամբ մոտեցել է եւ մոտ նախապես պահած դանակով հարվածել նրա թիկունքին, առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Արամասում եւ Զովաշենում 4 անձի սպանած անձը ճանաչվել է անմեղ սունակ։ Նրա նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց բժշկական հսկողություն։ Ծափատաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեխայի հայրը վրեժի շարժառիթով հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող անօգնական վիճակում գտնվող անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափատաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքերով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող Խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ նոյեմբերի 2-ին որոնողափրկարը աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ԱՕ-ն գալանավորվել է։ Քննչական կոմիտեն հիմնավորել է, որ օտարազգի քաղաքացին պայմանավորվածություն է ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով 161 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ ապօրինի Հայաստան, իսկ հետագայում այլ երկիր տեղափոխելու եւ այնտեղ իրացնելու շուրջ։ Վերջինս մինչ Հայաստան մուտք գործել է թմրամիջոցը տեղադրել է բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջև իմասում նախապես պատրաստված գաղտնարանում։ Այնուհետև ԱԱ-ն 161 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջև իմասում նախապես պատրաստված գաղտնասրահում պահելու եղանակով նոյեմբերի 24-ին ապօրինի տեղափոխել է Հայաստան, սակայն իր կամքի ցանկախ հանգամանքներում չի կարողացել տեղափոխել այլ երկիր, քանի որ նույն օրը ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է, նա ձերբակալվել է։ Դեկտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ։ Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին Գավառի Հացառատ թաղամասի ազատամարտիկների փողոցում բուժօգնության տեղափոխված երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 21-ամյա եւ 28-ամյա համակարգացիների հետ, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր կտրող ծակող առարկայով հարվածել է 20-ամյա երիտասարդին։ Դեկտեմբերի 12-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դեկտեմբերի 13-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն, նրան ենթարկել են տնային կալանքի։ Դեկտեմբերի 8-ին Երևանի պարեկներին է մոտեցել Ռուսաստանի քաղաքացի 34-ամյա Նիկիտան, մատնացույց արել 3 անչափահասների ու հայտնել, որ նրանցից մեկն իրեն գրկել է եւ իր դրամապանակը ընկել է գրպանից, իսկ մյուսն այն վերադարձրել է, ինչից հետո նկատել է, որ դրամապանակից գումար է պակասում։ Ոստիկանները բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 15-ամյա ԱՔ-ին, 15-ամյա ՆՍ-ին եւ 16-ամյա ՄՄ-ին։ ԱՔ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը։ Դեկտեմբերի 13-ին անասնագողության վերաբերյալ հաղորդում է ստացվել, պարզվել է, որ Այնթափ գյուղի բնակիչ Տալար գյուղում գտնվող անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար, պատճառելով 2.5 միլիոն դրամի նյութական վնաս։ Պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդը։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին, գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են պետական սահման ապօրինի հատած 4 օտարերկրյա քաղաքացու։ Նրանք Վրաստանի սահմանը ապօրինի հատել են Ցիտելի Խիդիի դիվիզիայի Սադախլո սահմանային հատվածում ու բերման ենթարկվել։ Դեկտեմբերի 5-ին չվերթի ժամանումից հետո Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր հարկերը, турքերը կամ այլ վճարները չվճարելու մեղադրանքով։ Նոյեմբերի 27-ին տեղեկություններ են ստացվել, որ գյումրեցի մի տղամարդ իր մոտ եւ մեքենայում ապօրինի պահում եւ այդ օրն էլ Հրազդան քաղաքում տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։ 35-ամյա գյումրեցին հոր եւ կնոջ հետ հայտնաբերվել է, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են թմրանյութով փաթեթներ, հեռախոսով լուսանկարել դրանք։ Խուզարկվել է նրա Մերսեդեսը, սրահում հայտնաբերվել է թմրանյութով եւս 20 փաթեթ։ Դեկտեմբերի 16-ին Վանաձոր Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ 52-ամյա Արտավազդի վարած Toyota Land Cruiser մակնիշի եւ 55-ամյա Հովիկի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։ Վարորդները եւ Jeep-ի ուղևոր Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Սուսաննան տեղափոխվել են հիվանդանոց։ Դեկտեմբերի 16-ին Իջևանի Երևանյան փողոցում բախվել են Honda եւ Priora մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 16-ին Երևանի Սեբաստիա եւ Շահումյան 4-րդ փողոցների Խաչմերուկում բախվել են 52-ամյա Համլետ Սահակյանի վարած Toyota Ipsum մակնիշի եւ 34-ամյա Տարոն Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները, վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեկտեմբերի 16-ին Hyundai Elison մակնիշի ավտոմեքենան Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 15-ին Մասիսին ու Բարաշեն տանող ավտոճանապարհին Opel մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված շանը եւ երբ իջել է, որ տեսնի շանը ինչ է պատահել, մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենա բախվել է կայանված մեքենային, որն էլ վրայերթի է ենթարկել վարորդին։ Վիրավոր վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 16-ին Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է Նահարատի մարզի բնակիչ 40-ամյա Արմանի վարած Mercedes, Երևանի բնակիչ 36-ամյա Տարոնի վարած Ford, 33-ամյա Արամի վարած Fita եւ 41-ամյա Ալիկի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները ուժասներ չկան։ Ford-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Դեկտեմբերի 15-ին Վարդանի Շորժածովագյուղ ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է Բեռնատար գնացքի վագոնին եւ հեռացել դեպքի վայրից ուժասներ չկան։ Դեկտեմբերի 16-ին Երևան-Սևանի Ջավան ավտոճանապարհին Դիլիջանի վարչական տարածքում բախվել են Toyota Tundra մակնիշի եւ Icar մակնիշի ավտոմեքենաները ուժասներ չկան։